Բարև ձեզ հարգելի գործընկերներ, նախ այսօր երկու լավ առիթ ունենք, շնորհավորում ենք մեր նոր ավականու մուտքը Տեր Գյուրջինյանի, թող խաղաղությամբ, որտեղ խերով լինում, խաղաղությամբ իրականացնենք մեր կարևոր գործունեությունը։ Եվ մեր ընկեր Աննա Վանչարյանի ծննդյան օրն շնորհավորում ենք բոլոր արդյունքները ետևում մնան լավ տրամադրությամբ ու նաև առիթն օգտագործելով բոլոր կանանց միամսակ շնորհավորում։ Հարգելի գործընկերներ, ներկայացնեմ նախագիծը Տավուշի մարզի Բերդհամայնքի ավականու 2025 թվականի մարտի 25-րդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգի նախագիծը։ Առաջին Տավուշի մարզի Բերդհամայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի Տավուշի մարզի Բերդհամայնքի 2025 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին 438 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Տավուշի մարզի Բերդհամայնքի 2024 թվականի բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի կատարողականի մասին, Տավուշի մարզի Բերդհամայնքի բնակիչների անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքի հարկերի արտոնություններ տրամադրելու մասին, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդհամայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Մուսես, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդագործման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների նրանց բարելավումների անշարժ գույքի սեփականատերերի ցուցակները հաստատելու մասին, Տավուշի մարզի Բերդհամայնքի գույքացանկում ավելացում կատարելու մասին, Բերդհամայնքի 100 տարեկան լրացած անձանց միանվագ դրամական աջակցություն տրամադրելու մասին, Բերդհամայնքում շրջակա միջավայրի պահպանությունը բարելավելու նպատակով կենտրոնական աղբավայրում անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և տնտեսավորման հոսքագծի ներդրման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին, Տավուշի ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի սուբվենցիա ստանալու նպատակով Բերդհամայնքի Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան, Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր, Իծակար, Չինարի, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Նորաշեն և Բերդ բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների սալիկապատում, բնական տուֆ քարով, Բերդհամայնքի Մովսես, Չորաթան, Նավուր և Չինչին բնակավայրերում խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում, Այգեձոր և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում խմելի ջրի ջրաչափերի տեղադրում, Բերդհամայնքի Վարագավան, Վերին Ծաղկավան, Տավուշ, Նավուր, Չինչին, Արծվաբերդ և Բերդ բնակավայրերում նոր գիշերային լուսավորության համակարգերի կառուցում, Բերդհամայնքի Բերդ քաղաքի Մաշտոցի 12, Մաշտոցի 29, Խորենացի 43 շենքերի բակային տարածքների հիմնանորոգում, ասֆալտապատում եղանակով ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնության տալու մասին։ 9-րդ հարցը ենթավարձակալության պայմանագիրը դադարեցնելու և դեպի առաջ բարեգործական հասարակական կազմակերպության հետ ենթավարձակալության պայմանագիր կնքելու մասին։ 10. Բերդի լոբի կանանց ասոցիացիա գյուղատնտեսական կոոպերատիվին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին, Տավուշի մարզի Բերդհամայնքի ավականու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ Նշված նախագծով օրակարգով այսօր կաշխատենք։ Քվեարկեցինք ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ չունենք։ Առաջի հարցի համար տրամադրում եմ Տիկին Ընկեր Օհանյանին, խնդրեմ։
Տալուշ մարզի վերթամայնքի ավարտարում 24 թվականի դեկտեմբեր 29 տալուշ մարզի վերթամայնքի 28 թվականի տեղական բյուջեի հաստատելու մասին 438 թեմ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ։ Համաձայն կառավարության 24 թվականի դեկտեմբերի 27-ին 2060 որոշման պահանջների Տալուշ մարզի աշխատակազմի եւ Վերթամայնք կապիտանի միջև կնքված թիվ 5 եւ ԴՄ Վերթ 2025 պայմանագրերի մարզպետի աշխատակազմի մարզադպրոցի, երաժշտական եւ արվեստի դպրոցների, ազգային փողային եւ լարային նվագարանների գծով տարեկան թվով 15 աշակերտների համար ուսուցման ծախսերի փոխհատուցման նպատակով տրամադրում է 3.268.3 դրամ եւ կամավորապես տարօրում անցած մարզադպրոցի եւ արվեստի երաժշտական դպրոցի մանկավարժների լրացուցիչ տրամադրելու համար 886.1000 դրամ Բյուջեի եկամտային եւ ծախսային մասերը ավելանում են 4.154.000 դրամով, եկամտային մասի տարեսկզբին հաստատված 1.862.795.000 դրամը փոխարինվում է եկամտային մասի 1.866.949.000 դրամով, ծախսային մասի հաստատված ծախսերի 2.017.020.7 փոխարինվում է 22.021.175 թվերով։ Եկամուտը ավելացվում է եկամտային մասի պետական բյուջեից հատկացվող նպատակային հատկացումներ տող 127.368.263 դրամ եւ այլ եկամուտովին ավելացվում է 886.500 դրամ։ Ծախսային մասում գործառնական դասակարգման արտաբյուջետային արտաբյուջետական դաստիարակություն տող 2950 Եթե մի հատ ամփոփ ներկայացնես, որտեղ բյուջեի ավելացում, այսինքն բյուջեն ավելացավ 4.154.000 դրամով, տարեսկզբի հաստատված եկամուտները 1.862.795.000 դրամը, փոխարինվեց 1.866.949.000 դրամով։ Ծախսային մասում նորից ավելացվեց 4.154.000 դրամ, ուրեմն ծախսերի հաստատված 2.020.020.000 դրամը ավելացավ 20.021.025 դրամ։ Շնորհակալություն ներկայացնելու համար առաջարկում քվեարկեցինք քերեկո դեմ ձեռնպատ հաջորդ հարցը հաջորդ հարցը 24 թվականի եկամուտների եւ ծախսերի կատարողականի հաշվետվություն 24 թվականի համայնքի բյուջեի եկամտային մասը ճշտված պլանով կազմել է 1.657.250.000 դրամ, հաստատի մուտքագրվել է ճշտված պլանը կազմել է 1.674.359.600 դրամ, որի դիմաց հավաքագրվել է 1.679.230.500 դրամ։ 24 թվականի բյուջեում սեփական եկամուտների ճշտված պլանը կազմել է 342.831.700 դրամ, հաստատի հավաքագրվել է 346.741.1 դրամ, ապահովելով 101.2 կատարման տոնус։ Սեփական եկամուտները բյուջեի մեջ ապահովել են 101.2%-ով։ Ֆոնդային բյուջեի եկամուտները կազմել են 176.778.2 դրամ, հաստատի մուտքագրվել է 143.506.600 դրամ, ապահովելով 103.8 կատարման տոնус։ Ծախսային մասը պլանավորվել է ճշտված պլանով 2.033.078.600 դրամ, հաստատի ծախսել ենք 1.902.874.6 դրամ, որից 1.429.653 վարչական բյուջեից 473.222.3 դրամը ֆոնդային բյուջեից, ծախսերը կատարել են 93.6 դրամ։
Այդ տոկոս։ Քեկ պատված։ Քննարկեցինք ովքեր են կողմ Կարող եմ բան ասել։ թեմայի հետ, արծի հետ վերաբերվում։ Առաջ շատ սպեսալ է ասում։ Вообще բան ասել չի արագ ասել։ Առաջարկությունները դե կարելի է։ Այդ անհրաժեշտ նստել է։ Որոշակի առանցքում է փոխային հարցերի, քանի որ ուրիշ տեղ չունեն ել, այս բանը խոսալու, անհատակում են դիսկնեշը։ Առաջարկս իհարկե մեր գործընկերները չգիտեն վերջինս ինչպես չեն մնացել ոնց են քննարկել, իրանք ասեն ոնց ասեն մեր կողմի։ Ես առաջարկում եմ, որ մեր բյուջեի ծախսային մասում մեր պատերազմների 20 միլիոն տանենք ճանապարհների կամ եթե ուրիշ տեղեր փոխենք հնարավոր է տանենք եւ մեր 30%-ն կտարենք։ Եթե ընկեր Մակարյանը ինչ-որ վերջնական դեպքեր է անցել առաջ չեն հնարավոր է բան իմանալ որ այդ ֆինանսի հարցան չկա այստեղ ունես այլ են ասում որ հնարավոր է ճանապարհների բնակչության մասնակցության 30%-ի վրա հնարավոր է տանենք այդ պատճառների փոխը Հագեձոր բնակավայրի ներդրումների մասին հասարակ որտեղ համակ բնակիչ եւ պետություն են որտեղ որ երեք միասին կա հնարավոր է դες բանը գործընկերները շատ դուրս են որ ես մի հատ ասեմ որ ուրեմն մենք համայնքի աշխատակազմը աշխատավարձես 2 տարվա մեջ չբարձրացրեց ամբողջ սուբվենցիո ամբողջ եկամուտները ամբողջ հնարավորությունները ավելի ճիշտ ներդրվեց ընթացիկ վերանորոգման ընթացիկ բարեկարգման ստացվում է այնպես իսկ պարգևավճարները սովորական ընդունված ձևա որպես մոտիվացիա որպես լավագույն աշխատանքն հատված միջոց Եթե ավելի մանրամասն ես ասեմ սուբվենցիոն ծրագրերի հետ կապված պլանավորումը նախ այս հարցը վերաբերում է նախորդ տարվա կատարողականից բայց ինչ վերաբերում է ընթացիկ տարվա բյուջեի փոփոխության որպեսզի ֆինանսավորվի ֆոնդայինից սուբվենցիոն ծրագրերը այս ընթացիկ տարվա դա արդեն փոփոխության չի կարող ենթարկվի այլ հարցը եթե որոշակի ամիսներ անցնեն համայնք ունենա բավականին եկամուտներ ու եկամուտները լինեն ավել պլանավորվածից մեր, այսինքն ավելով գումար գոյանա հավաքանու որոշմամբ հնարավոր է նման փոփոխություն արվի, բայց կոնկրետ Այգեձոր բնակավայրի ասֆալտապատման ծրագրի վերաբերյալ փոփոխություն կատարելը իմ կարծիքով ճիշտ չի, որովհետև մենք նախորդ մի տարի առաջ սկսել ենք փոխադարձ պայմանավորվածությամբ բնակիչների ներդրողների հետ, հասել ենք այսօրվան կա նմանատիպ պայմանավորվածություններ Մովսեսում ու դա կլինի մի քիչ ոնց որ բացական ազդակ էլ մնացած ներդրողներին են հնարավոր համագործակցություններին ու պայմանավորվածություններին, որոնք կարող փաստորեն փոփոխվի։ Կոնկրետ Այգեձոր բնակավայրի 30-35% Այգեձոր բնակավայրի սուբվենցիայի ներդրման հետ կապված ավելի մանրամասն թվային թեկուզ հաջորդ նիստին կամ նիստից առաջ հանձնաժողովներին կամ ընթացիկ մեր աշխատանքի ընթացքում ուսումնասիրենք թվային տարբերությունը ինչքան կարող լինի, ինչքան կնվազի, ինչ չափով, ինչքան հնարավոր է հավաքագրում իրականացվի ներդրման համար, մանրամասն ուսումնասիրենք, հարցը ներկայացնենք, էլ եմ ասում, դա ավականու որոշելի հարց է, բայց հաստատված բյուջեի փոփոխություն կոնկրետ ինչ-որ ոլորտի հետ կապված, այս պարագայում չի կարող լինի, մինչև դու այդ ֆինանսները չունես։ Եթե առաջով կլինի կտեղափոխվի ֆոնդային, այդ նպատակով կծախսվի, թե այլ նպատակով ավականու։ Հիմա հասկացա, հիմա ես առաջարկում եմ, որ եթե մենք այս գումարները օրինակ չտվի մարտի վավճապի, մնալի համանքի բյուջեի
Ես պարոն Սաֆրան, այդ պարքեվաճարների ֆոնդից արդեն վճարումներ արվել, արդեն աշխատվել է։ Ես, չէ, դրա համար ավելի մանրամասն որպեսզի չծաղրաբերում են մեր օրակարգիչ չշեղել, մանրամասն կքննարկենք իրար հետ թվային հաշվարկներով մեր ավականիներին կներկայացնենք, որոնք կներկայացնենք ու որոշում ավական ունա ու հստակ ժամկետներ։ Մեր համայնքապետների բավականին, ասեմ դες բան հնարավոր է, թե չէ։ Դե ասեցի, իսկ հիմա պարզ ասեցի, հնարավոր է, բայց ոչ թե այս պահին, այսօրվա որոշումով կամ մի ամիս հետո, այլ մեր կանխատեսված վարչական եկամուտները պետք է ապահովենք ավելցուկ ու այն ավել գումարները ավելի մանրամասն կքննարկենք նախ կքննարկենք այն, թե ինչքան կապահով են ներդրում բնակիչները ու մնացածը արդեն ավելի մանրամասն կներկայացնենք հիմա Շնորհակալություն անցան քվեարկությանը ովքեր են կողմ Որներ որ առաջ երկրորդ հարցը բյուջեի կատարողականը ծախսերն ու կատարողականը շնորհակալություն Գերապրեսյանն այսօր չկա անգել Մարասացյան խնդիրը ներկայացրեք հաջորդ հարցը Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 12-ի համար 822N որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի առաջին կետով 5-րդ 8-րդ մասերի պահանջներով և գույքահարկի և հողի գծով առաջացած ապարքների մասին 2804-2012 թվականի ՀՀ օրենքով տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան դիմաց բնակիչների անվամբ գրանցած շարժական և անշարժ գույքերի հարկի գծով տրամադրել արտոնություններ համաձայն հավելված մեկի բացառությամբ հավելված մեկի շարժական գույքերի մասով համար մեկի, քանի որ ապարքը վճարված չէ, կներկայացնենք մյուս ավականն ու նիստով ապարքը վճարելուց հետո հարցը քննարկվել է նախապես հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացություն։ Մյուս ավականու նիստին կներկայացնենք վճարման անդրադիրը կմցնենք մյուս ավականու Մնացածը միայն դուժերի մասով։ շատ լավ, դե բացի առաջինից ուրեմն քվեարկեցինք, ովքեր են կողմ դեմ ձեռնպա շարունակեցինք հաջորդ հարցը ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1444N որոշմամբ հաստատել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Այգեձոր, Ածվաբերդ, Մոսեզգետ, Չինարի, Չորաթան, Պարավաքար, Վերին Կարմիրախույր, Ներքին Կարմիրախույր, Այգեպար բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների և դրանց բարելավումների անշարժ գույքի սեփականատերերի ցուցակները։ Ցուցակները ի դեպ գրեթե ավարտման փուլում են գտնվում, բավականին մեծ են, որոշման մեկ օրինակի հետ կներկայացնենք Արձեռն մարզպետարան, որպեսզի հաստատվի անշարժ գույքի հարկի փոխհատուցման գումարները։ Գումարը 28 միլիոն դրամի մասին է խոսքը։ Շատ լավ։ Շնորհակալություն, քվեարկենք ովքեր են կողմ դեմ ձեռնպա շարունակեցինք երկվայրկյան Տավուշի մարզի համայնքի հավելացում կատարել
վերաբերում մասին, հարգելի ավականի խոսքը վերաբերում է 24 թվականի սուբվենցիոն ծրագրով մեքենասարքավորումների ձեռքբերմանը, ինչպես գիտեք, դեկտեմբեր ամսին նոր կառավարության կողմից առաջնահերթություններից ելնելով իհարկե դրա համար է կանուշացավ, դեկտեմբեր ամսին հաստատվեց ծրագրի իրականացումը, իրականացրեցին գնման գործընթաց, պայմանագիրը կապվեց հունվար ամսին եւ երկու մեքենասարքավորում է, տրակտոր կցորդիչով եւ բազմաֆունկցիոնալ կոմունալ սարքավորում, մատակարարման ժամկետը 150 օր, սակայն երկու կազմակերպություններ մասնակցել եւ մեկը կցորդիչը տրակտորով արդեն մատակարարվել է, երևի բոլորը տեսել եք լրատվականի մեր նյութը, խոսքը վերաբերում է այդ մեքենասարքավորմանը, տրակտոր Բելարուս կցորդիչով անհրաժեշտ է գույքագրել համայնքի ուժացուցակ, որպեսզի իրականացվի հետագայում նաև գրանցումը, նաև հենց այդ որոշմամբ տեղափոխվում է կոմունալ, տրամադրվում է կոմունալ օղակի մեկ, որպեսզի սկսվի շահագործել։ Մյուս սարքավորումը ճանապարհին է, բազմաֆունկցիոնալ մեքենա, ջրցան, ավազ ծրիչ, խոզանակով, գրեյդերային շերեֆով։ Ճանապարհին ամյուսը այսօր որ ժամկետները մատակարարել են ու այն ամառվա լավ փոշիները ներասնենք մար։ Ջրցանը այս բային փչացած է դրա համար չի աշխատում։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ, հաջորդը Վերջամանքի 100 տարեկան դրամատիկ անվտանգության համալիրի համալիրի մասին կառավարելով շարական ինքնակառավարման մասին օրենքի 16 համաձայնություն վերջամանքի 100 տարեկան դրամատիկ ընտանիքին համալիրի միանված դրամական աջակցություն 100,000 դրամի չափով Այս պահին երկու նոր լրացած ունեն, մեկը Գերեկանյան Մայրիկն է, մեկն է Այգեպարից։ Չէ, Այգեպարով նոր լրացվել։ Մովսեսկը 12 տարեկան, տարեցների օրը ամենատարի այցելում ենք, իսկ նրանց չի վերաբերում աննաց, ով նոր հարուրը լրացավ։ Նրանց վճարել է, տարեցների օրը կամ ինչ-որ համապատասխան ծննդյան օրը կայցել է։ Դա գումարի հետ կապված չի, իսկ ես միանվատական արդեն տրամադրվել է, Այս որոշման հիման վրա արդեն կսկսենք կարգադրություններ անել, ովքեր են կողմ, դեմ ձեռնպահ ունենք, շարունակեցինք, Ավականի վեր համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը բարելավելու նպատակով կենտրոնական աղբավայրում անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և տեսակավորման հոսքագծի ներդրման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտնի համաձայնություն տալու մասին է հարցը։ Ինչպես գիտեք, նախորդ տարիների ևս հետևողականորեն Բերդի կենտրոնական աղբավայրը, որը գտնվում է Բերի Կարմիրի վարչական տարածքում, համայնքի կողմից իրականացվում է ներդրումներ, ունենք արդեն այնտեղ անցկացրած հոսանք, որը բավականին լուրջ աշխատանք էր, նախորդ տարի իրականացվեց։ Այս պահին կա ծրագրի մասնակցության հնարավորություն Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող, որից հնարավորություն կա համայնքային բյուջե ներգրավելու մինչև $50,000 համարվող դրամ, մոտ 16.5 միլիոն դրամի մասին է խոսքը, 16.5 միլիոն դրամ հնարավորություն կա ծրագրից ֆինանսավորում ներգրավելու համայնքային բյուջե։ Խնդիրը համայնքի կողմից պլանավորված էր իրականացնել ի սկզբանե եւ այս տարվա համար ևս պլանավորված աշխատանքներ կային անելու եւ եթե ծրագրային ֆինանսավորումը համայնքը չունենա Երևակայի մեր նախանշած արդյունքը կունենայինք եկող տարվա ավարտին հաջողությունով
ծրագրի նշված ուրեմն աղբավայրի տարածքում նախատեսվում է կառուցել խառը կենցաղային աղբի սորտավորման խոսքագիծ իր անհրաժեշտ օժանդակ շինություններով Հայաստանի մաս եւ այլն ամբողջ բնակավայրի աղբավայրերը նախատեսվում է փակել, տարբեր մեծ ու փոքր աղբավայրեր ունեն, չէ՞, տարբեր բնակավայրեր ամբողջ համայնքի աղբը պետք է տեղափոխվի կենտրոնական աղբավայր, որից կառանձնացվի հետագա վերամշակման ենթակա թափոնները եւ արդյունքում այստեղ կմնա միայն օրգանական աղբ, ծրագիրը եւ բնապահպանական նշանակություն ունի եւ համայնքի կողմից մատուցվող ծառայության որակի առումով ազդեցություն ունենա, նաեւ արդյունքում նախատեսվում է մեր կոմունալ հողակից ներկայիս գործով առանձնացնել աղբահանություն եւ սանիտարական մաքրում ենթաբաժինը եւ ստեղծել ամբողջովին նոր առանձին համայնքային հիմնարկ, որի խնդիրը կլինի աղբահանության իրականացումը, ինքը նաև իր մեջ նորարարություն ունի եւ գաղափարը որն է, որ ոչ թե սկսել ենք, գիտենք, սորտավորման աղբամաններ տեղադրելով, ինչի փորձ ունեցել ենք ու բացական է եղել, այլ հակառակ ուղղությունից ենք փորձ ունկան, աղբը, որը որ գոյանում է, մենք սկսենք տարբերակել, սորտավորել, հետո նոր խրախուսել բնակիչներին աղբը սորտավորած արդեն հանձնելու կամ վաճառելու հենց համայնքին։ Ծրագրի ավարտին հասնելու համար ընդհանուր բյուջեն 50 միլիոն դրամի չափով է գնահատվում։ Մենք այս տարվա բյուջեով հնարավորություն ունենք ամբողջությամբ այս ծրագիրը կյանքի կոչելու։ Ձեր կողմից հաստատման դեպքում հայտը կուղարկենք GIZ-ին հավելյալ ֆինանսավորում ներգրավելու համար։ Եթե հարցեր կան ծրագրի հետ կապված։ Մեր լավ չհասկացա, 33.5-ը համայնքն է ներդնում։ Հա։ Ընդհանուր 50 միլիոն դրամ է գնահատվում ծրագրի ընդհանուր արժեքը։ GIZ-ից հիմա հնարավորություն կա 16.5 առավելագույնը ներգրավելու։ Մնացածը իրականացվի համայնքի կողմից։ Բավականին մեծ աշխատանք է։ Նաև ընդդեմ հողակի ստեղծումը, այդ ամեն ինչը հավելյալ ծախս համայնքից չի պահանջի, այդ կառուցվածքային փոփոխությունները այս հարցի մեջ հա մտնում։ Չէ, ծրագրի մեջ հա։ Ծրագրի որպես արդյուն արդեն ունենանք այդ ամբողջ ենթակառուցվածքը հնարավորություն ունենանք առանձնացնելու եւ այդ հողակը ստեղծելու։ Առաջին հայացքից համայնքի ներդրումը մեծ է։ Ուղղակի սա ոնց որ նոր հայտարարված դրամաշնոր է, համայնքներ գաղափարը ունին ծրագիր իրականացնելու, հետևողականորեն առաջ են գնում, հնարավորություն կա մի տարի ոնց որ առաջ ունենալու։ Եթե դրական կգնահատվի ծրագիրը կմասնակցի մեր հետ, փորձենք այս տարի իրականացնել ու կարող ունենանք այս ամեն մի քանի հիմնախնդիրներ համայնքային կլուծվի։ Եթե դիտարկումներ չունեք, քվեարկենք, հաստատենք, ավելի ճիշտ։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ չունենք, շարունակեցինք։ Հաջորդ հարցը Կենտրոնացումը մետեորոս, էլի, փոշմանացան։ Իսկ ծավալը համապատասխանում ակրներեք։ Մենք մոնիտորինգ ենք արել, կոնկրետ աղբյուրի կապված, ճիշտ ասած մեր աշխատակազմով ենք մոնիտորինգ արել, մի շաբաթ իրակի ես խնդրել եմ մեր աշխատակազմը իրաց տան աղբը կշռել են ու առանձնացված են կշռել, թուղթ, սնունդ, եւ այլն, բայց նաեւ դրանից հետո համեմատել ենք այնց միջինացված թվերը կա, միջազգային ընդունված թե քանի տոկոսն է վերամշակման ենթակա աղբից։ Հիմա մենք ունենում ենք 30 խորանոց մետր նվազագույնը, ամեն օր համայնքում աղբ մոտ 20 տոննա, այդ 20 տոննայից հնարավոր է 3-ից 4 տոննան վերամշակման ուղարկել, այդ 3-ից 4 տոննայի արժեքն էլ միջինացված 30 դրամ է կիլոգրամը ընդունող գործարանները, շիշ, թուղթ, երկաթ եւ այլն, միջինը 30 դրամ է։ Հիմա օրական ինքը արդեն ֆինանսական եկամուտներ կբերի համայնքին,
չգիտեմ, մանրամասն կա վերլուծությունը, արդյունքում ինքը պետք է որ լինի եկամտաբեր գործ, եթե սրտացա մոտիկանան ու նոր վարկի ստեղծումն է հենց առաջնային դրա հետ կապված, որ ամբողջովի խնդիրը դրվի ու պահանջվի հիմնարկից, իհարկե, եթե ամբողջը անհետեր Այսինքն բողոքը ինքնածախսացածում է։ Պետք է որ եկամուտներ բերի, բայց հաշվի առնելով ընկեր մական, որ պետք է օգտագործվի մեր եղած ռեսուրսը։ Այսինքն կոմունալ տնտեսության բեռնատարերը համ պետք է հիմա օգտագործվեն դրա մատակարարում ասենք ընդունող գործարան կազմակերպելու համար, համ առօրյայի համար, այդ առումով ինքը շահութաբեր է, ավելի շուտ համայնքի եկամուտները կավելանան, հիմիկվա հետ կավելանացին։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը։ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի սուբվենցիա ստանալու նպատակով Բերդ համայնքի Արվանքար, Վարագավան, Վերին Ծաղկավան, Տավուշ, Ներքին Կարմիր աղբյուր, Ծիծակար, Չինարի, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Նորաշեն և Բերդ բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների սալիկապատում բնական տուֆ քարով Բերդ համայնքի Մովսես, Չորաթան, Նավու և Չինչին բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրատարների կառուցում Այգեձոր և Ներքին Կարմիր աղբյուր բնակավայրերում խմելու ջրի ջրաչափերի տեղադրում Բերդ համայնքի Վարագավան, Վերին Ծաղկավան, Տավուշ, Նավուր, Չինչին, Արծվաբերդ և Բերդ բնակավայրերում նոր գիշերային լուսավորության համակարգերի կառուցում Բերդ համայնքի Բերդ քաղաքի Մաշտոցի 12-29 և Խորենացի 43 շենքերի բակային տարածքների հիմնանորոգում ասֆալտապատման եղանակով ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերին համաձայնություն տալու մասին հարցն է։ Հարգելի հավաքանի, խոսքը վերաբերում է 24 թվականի սուբվենցիոն ծրագրերի արդեն 26 թվականի կներեք սուբվենցիոն հայտերի նախապատրաստական աշխատանքների գործընթացը սկսելուն, ինչպես մենք նաև հավաքանու հորդորով պայմանավորվեցինք այլ ասած, որ ծրագրի գաղափարների ընտրությունն արվի մասնակցորեն, իհարկե տրամաբանականներ մասնակցորեն և նախորդ քննարկելով հենց այդպես էլ արել են, նախ տարվա սկզբին համայնքի ղեկավարի որոշման բույքագրման հանձնաժողով կա, որը և բույքագրել է խնդիրները, որոնք որ ներառվել են սուբվենցիոն ծրագրերում, այնուհետև ունեցել ենք հանրային լսում գաղափարների ընտրության և արդյունքում ունենք 4 ծրագրային հայտի գաղափար։ Հերթով անդրադառնամ ընդհանուր հարցեր դնում ուրեմն առաջինը Բերդ համայնքի Պարվակա, Վարագավան, Ծաղկավան, Տավուշ, Ներքին Կարմիր, Ծիծակար, Չինարի, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Նորաշեն, Բերդ բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների սալարկում տուֆ քարով ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 48000 քառակուսի մետր սալիկապատում, 8.5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ և կառուցել 600 մետր նոր հենապատ։ Ծրագրի արժեքը 1.250 միլիոն դրամ, համայնքի ներդրումը 25%, 312.500.000 դրամ։ Առաջի ծրագիրն է, ծավալները բնակավայրերում ընտրվել են բույքագրման արդյունքում, նաև քննարկումների արդյունքում տարբեր չափանիշներ հաշվի առնելով, իհարկե առաջին բնակիչների պահանջը։ Երկրորդ ծրագիրը Բերդ համայնքի Բերդ քաղաքի Մաշտոցի 12-29 և Խորենացի 43 շենքերի բակային տարածքների հիմնանորոգում ասֆալտապատման, ընդհանուր առմամբ 2000 քառակուսի մետր տարածք, 420 դեցամետր, ծրագրի ընդհանուր արժեքը 63 միլիոն, համայնքի ներդրումը 30 միլիոն դրամ, 45%։ Երրորդ ծրագիրը Բերդ համայնքի Վարագավան, Ծաղկավան, Տավուշ, Նավուր, Չինչին, Արծվաբերդ և Բերդ բնակավայրերում նոր գիշերային լուսավորության համակարգի կառուցում, կառուցվի ընդհանուր 26 կիլոմետր լուսավորություն, ծրագրի արժեքը 190 միլիոն նախնական, համայնքի ներդրումը 30%։ Չորրորդ ծրագիրը Բերդ համայնքի Մովսես, Չորաթան, Նավուր և Չինչին բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում, Այգեպար և Ներքին Կարմիր բնակավայրերի խմելու ջրի ջրաչափերի տեղադրում։ Ընդհանուր առմամբ կկառուցվի
8 կիլոմետր ջրագծեր, կտեղադրվի 400 դիտահոր, 600 ջրաչափ։ Ծրագրի արժեքը 200 միլիոն, 50 միլիոն դրամ, համայնքի ներդրում 25%։ Ամփոփելով ծրագրային հայտերի ընդհանուր արժեքը կլինի 1.707 միլիոն դրամ, որում համայնքի միջին ներդրման տոկոսը կկազմի 26.3%, 449 միլիոն դրամ։ Հարգելի ավականներ, 449 միլիոն դրամը նույն չափ է մոտ, ինչ այս տարի ենք պլանավորել, այսինքն նույն ծավալի աշխատանք կանենք, բայց այն կանխատեսվող ավելացումները բյուջեի, մեր սեփական եկամուտների ավելացում, նաև տրամաբանականադոտացիան կավելանա եւ այլն, այդ ամբողջը արդեն կուղղվի այն խնդիրների լուծմանը, որոնց մասին շատ ենք խոսացել, այսինքն աշխատավարձերի բարձրացում կամ ամենատարբեր հարցեր, ծրագրերի մասին, ինչ է սպասում սրանից հետո, եթե հաստատվում ենք, սկսենք նախագծանախային աշխատանքների իրականացում, հապատ եթե կուղարկենք կառավարություն, կստանանք նախնական դրական եզրակացություն ու կսկսենք արդեն փաթեթների կազմումը, նախագիծ, նախարարշիվ, փորձաքննությունները, փաստաթղթերի ու ամփոփը կուղարկենք մինչև նոյեմբերի 25-ը, մինչև որպեսզի եկող տարվա արդեն այս ժամանակները սկսենք։ Նախորդ տարի մեր ուղարկած հայտերից բոլորը դրական են, ամփոփվել, խնդիր ունենք գոյողագծի վերքի կառուցման հետ, նախագծերի հետ որոշակի խնդիր կա, բայց երևի կլուծվի, որովհետև ոնց որ ինչ-որ թույլտվություններ կա, շինարարական նորմեր են ստացել են նկատառումները, կուղարկենք ու համեմատած նախորդ տարվա հետ բավականին առաջանցիկ տեմպերով հնարավոր է հաստատվի ու այս տարվա աշխատանքները շուտ սկսեն։ Ծրագրերի հետ կապված եթե հարցեր կան, լսում եմ։ Այս գյուղերում ջրաչափերը հենց 26 կիլոմետր տեղադրվի, թե արդեն ինչ-որ քայլեր արվել։ Արդեն արվում, Արդեն գյուղ կա, որ տեղադրվել է ջրաչափ։ Ինչպես տեղյակ եք, այս տարի մենք ջրի հավաքանու որոշմամբ ջրի վարձավճարի փոփոխություն իրականացնեցինք այն տնտեսությունները, որոնք տնտեսության հաշվարկով էին վճարում մինչև հիմա, այսինքն ամիսը 500 դրամ, մենք այդ փոխեցինք 2000 դրամ ու դրա արդյունքում բոլորը կարելի ասած արդեն նոր նմուշի պայմանագրեր են կապում համայնքի հետ ու եթե համաձայնվում են իրանք տեղադրել ջրաչափ, շարունակում են վճարել 500 դրամով, մինչ համայնքը տեղադրի ջրաչափ ու ջրաչափ 50 դրամ խորանով մետրով սկսեն վճարել։ Այս պահին ակտիվ ընթանում է նոր նմուշի պայմանագրերի կնքումը բնակիչների հետ։ Այս տարի պլանավորված է Չին-Չին բնակավայրի ջրաչափերի տեղադրումը։ Մեր ընթացիկներով հենց այդ ջրաչափերի տեղադրման հավելվածը կոնկրետ ընթացիկ աշխատանքներով կցված է, հիմա կարող է չհիշել, բայց Չին-Չին բնակավայրը տեղադրում Չինարի մնացած տեղերը, որտեղ որ դիտահորերը կա համայնքն իր ուժերով տեղադրում, այս բնակավայրերը, որտեղ նշված է ջրաչափերի տեղադրումը, մասնավորապես Այգեձոր ու Ներքին Կարմիր։ Այս երկու բնակավայրը սուբվենցիայով տեղադրում ենք, մնացածը մենք պետք է արդեն ամբողջը ջրաչափերով անցածնենք։ Այսինքն այս երկուսն է մնում, որ տեղադրվի, մնացածները միջև հետ պետք է անցածնենք ու պետք է 26 թվականի ավարտին մենք համայնք ամբողջովի ջրաչափերով սպասարկենք։ Իսկ օրինակ եթե այգե պարկոն գրետ 250 հոտ կա դրած։ ռոռոկման ջուրը չունես, մարդ կինան ուժերով ջրագիծը բերել է, մենք համայնքի ջրագիծը վեր ենք կարել, սպասարկման բավականապես բան չեն անում, ոչինչ չեն ավելացրել է, ասենք ընթացիկ գործ չունի համայնքն դա անելու, բայց ենթադրենք տեղեր չունեն, որ ռոռոկման ջուրը չկա, ու մարդիկ այդ օգտագործում են եւ ռոռոկման եւ խմել, բայց հարցերը ռոռոկման հարցը ինչ են անելու, որ ջրաչափը դրին, մենք կոնկրետ առարկայական ունենք քննարկված տարբերակներ ունեն անդամարոտ հետից գրավականներ քանիսեր անդրադառնալու, դեռ ունենք որտեղ համայնքները այսպես ասած ժամանակել է ջրագիծը ինքնահոս։ Նաև բնակիչների ուժերով պատրաստված ջրագիծն է ժառանգել այսպես ասած եւ հաստատի շարունակություն է, ասենք այդ տնտեսությունները այս դեպքում ոնց է արվում, զուգահեռ այդ ռոռոկման համար, ամբողջ դեպքում ռոռոկման հարցը լուծվի,
Ավելի մարդիկ հաստատի իրաց գումարը վճարեն Ռոռոկման համակարգով որոշելի է զբաղվում համապատասխան կառույցը գիտեք։ Հասկացա, հիմա տեսեք ինչ է կատարվում։ Նոր թիմ օրենքով համայնքի ղեկավարը պարտավոր է խմելու ջրով ապահովել բնակիչներին։ Այսինքն դուք եթե ջուրը ինքնահոսեն է գալի բնակչի խմելու ջուրը, այդ խմելու ջրից մեր տեսչական մարմինը գալիս է, ուրիշ բանկով չանենք, ծախսել չանենք, տեսչականը գալիս է, որակը չի համապատասխանում ուղղակի համայնքի ղեկավարին ու գանում։ Այդ մի կողմ։ Երկրորդը համայնքի տարածքի բացի դեր բնակավայրից գիտեք, մնացած ամբողջ տարածքը, սպասարկում է համայնքը, ունենք ավելի շատ աբոնել, քան յոլա ջուրը, բայց մեր սպասարկման մակարդակը հատկապես որակի առումով համեմատելու չի, էլ չի ասած 24 ժամ եւ այլն։ Մեր խնդիրը հիմա պետք է լինի ոչ թե այստեղ մի հատ ակունք կա, ինքնական մեկը քաշել է կամ մի թաղամա ժամանակին քաշել է, ծախս չի անում համայնքը եւ այլն, այլ ընդհանրապես այդ ամբողջը պետք է կարգավորվի ու իմ կարծիքով ապագան նրանն է, որ նաեւ մեր կոմունալ տնտեսությունից առանձնացնենք ջրամատակարանով զբաղվող հատվածը ու ավելի որակյալ մաքուր ջուր տանք բնակիչներին։ ավելի լավ որակի ջուր տա, որ ժաշատների այդ մարդկանց Չէ, այդտեղ մի շարք կարգավորումներ կա։ Այսօր մեր պետական օրենքները թույլ չեն տալիս, որ բնակիչը ինքնական ինչ-որ մի տեղից ջուր քաշի։ Այդ ջրի ծավալը ամենասուրը դա այսօր Մովսես բնակավայրում է, որ ընդեղ խաչասերված է ներքին այդ ռոռոկման ցանցը ու խմելու ջուրը, բայց ընդեղ արդեն կա կառուցված մի հատվածը նոր բասեիններ եւ այլն ցանցը կա, հաշվիչների տեղադրման գործընթաց շարունակման, իսկ այդ կոնկրետ եթե ինչ-որ դեպք է բաներ կա, դրանք առանձին քննարկում Ձեր ասածի նման նախադեպ ենք ունեցել, պարոն Սաֆարյան, ուրեմն Արծվաբերդ որ ասում ենք մեր պիրացնա, մեզ շոփչիկ չունենք, դենիլ մենք սպասարկիլ դենք, ես դենք անել, համի խնդրվում են, որ համայնքը վերանորոգի։ Լավ է հիմա ասեմ կա խնդիր, տեղեր են լինելու և կա տեղերս, որ կնցիմանք կուսանց են կասնում, որտեղ ջուրը 50 կամ 30 տարի կա կյալիս է, այդ ջրի վրա համայնք ես պահին առանձնապես կան չի անում, և պետք է դրան ես ուզում ասում, որ առանձին դեպքերը պետք է անպայման հաշվի առնեն, կամ պետք է այդ մարդիկ ջուր ունենան, կամ ջուր տանա դիցորը կարգավոր չի, մարդիկ ջուր բերի իրասանում, պետք է այդ մարդկանց հաշվի առնեն, որ ջրաչափը որ դնում եք, ես մարդը հարցը պիտի լուծենք։ Մեզ չի մենակ ջրաչափ ենք դնում ու վսյո, էլի ասենք 24,000 դրամ չտրեք, ասենք ջրաչափ չես դնում, պետք է 24 վճարես, հարց չկա 24 են վճարում, բայց այդ 24-ի ժամանակը պետք է ունում է 24-ի սպասարկում, 24-ի որակել, ոզին գրանա վերավի։ Են որ ջրի հարցը կանոնակարգելու է, այդ ճիշտ է կանոն։ Հիմա բոլոր տենց մասնավոր դեպքեր բոլոր տեղերը կա։ Մի քոք էլ ինձ ա դիմել, բայց ես առանց իմանալու արդեն համայնքը ճիշտ ա վարում, թող բոլորն էլ ունենան բոլոր տենց եթե տենց կա։ Եթե խմելու ջուրը խնդիր է բոլոր տեղերը, ցանեք բոլորն էլ ունենան։ Ամենակարևորը մեր խմելու ջրի քանակը որ շատ է ու Պոլիկը վերջավայրերը չի հասնում, լավ, քննարկենք։ Շատ լավ։ Շատ լավ, շնորհակալություն, եթե այլ դիտարկումներ չկան, ուրեմն քվեարկեցինք, ովքեր են կողմ դեմ ձեռնպահ չունենք, շարունակեցինք Գրիգորյան։ Հարգելի ավականի քաղաքաշինության բաժինները երկու հարց, երկուսն էլ անցել հանձնաժողովով, ներկայացնում եմ հարցերը։ Ուրեմն հարց համարինն է ենթավարձակալության պայմանագիրը դադարեցնելու և դեպի առաջ։ Ենթավար դեպի առաջ բարեգործական ՀԿ-ի հետ ենթավարձակալություն պայմանագիր կապելու մասին։ Պարտավորեցնել Փարոս հիմնադրամի Լուծարել Հ. Տավուշի Մարզբերգ համայն գյուղ ներքին Կարմիր 3-րդ փողոց 3-րդ նրբանց 3-րդ շինության հասցում գտնվող անշարժ գույքի
Այգեպար ՍՊ-ի հետ կնքված անհատույց պայմանագիր տալ համաձայնություն նույն տարածքը նույն պայմաններով տրամադրել դեպի առաջ բարեգործական կազմակերպության։ Ուրեմն ներքին կարմիր, ուրեմն սրան երևի 4 տարի առաջ Բերդ Համայնքի ավականին նշված տարածքը տվել է ներքին կարմիրի դպրոցի կողքին է, այնտեղ բան ունեն իրան ջերմոցուն են, մի հատ էլ տնտեսական շինություն։ Երեխեքին դասավանդում են, ինչ որ հիդրոպոնիկ, ակվապոնիկ բանը, ջերմոցը։ Իրանց Փարոս հիմնադրամով Ամերիկայ գրանցված իրանց գործարքը հեշտացնելու համար տվել էին այգեպար ՍՊ-ի, էլ իրանցն է, հիմնադիր Փարոսն է։ Համի այն վաղտին նշված ժամանակում ընդամենը համայնքի ղեկավարի համաձայնությունն է պետք է եղել, հիմի արդեն նոր օրենքներով որպես ենթավարձակալության տան պետք է ավականին համաձայնություն տա։ Համի էլի իրանց դեպի առաջ բարեգործական հիմնադրամին են տալիս, այգեպար ՍՊ-ի հետ լուծարում են, դիմել են, ասում են ուզում ենք այգեպար դեպի առաջ բարեգործական ՀԿ-ին տանք, էլի մեր իրանց կառավարչական գործունեությունը թեթևացնելու համար ընդհանրապես։ Եթե գործունեությունը անվան հետ համապատասխանում է, նույն պայմաններով, նեն չի, որ մեզանից անհատույց վեր են կալել, իրանց փողով են։ Չէ, եթե իսկապես անունը համապատասխանում է, կարծում եմ ոչ որ խնդիր չունի։ Մենք կառավարման խնդիրը իրանց գործը հեշտացնելու համար։ ՍՊ-ն ՀԿ-ով են փոխարինում, ավելի լայն հնարավորություններ քվեարկեցին, ովքեր են կողմ դեմ ձեռնպահ չունենք, շարունակեցինք։ Հաջորդ հարցը Բերդի լոբեի կանանց ասոցիացիա գյուղատնտեսական կոոպերատիվի նահատակույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի գյուղ Նորաշենում մշակույթի տան համարին սենյակը 42-4 քառակուսի մակերեսում անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել Բերդի լոբեի կանանց ասոցիացիա գյուղ կոոպերատիվին։ Ուրեմն Բերդի համայնքապետարանն դիմել նշված կոոպերատիվը ինքը ունի պետական ռեգիստրը։ Կոոպերատիվի տնօրենը։ Ես ասում, ուրեմն Բերդի կոոպերատիվի նախագահ Վարդուշ Մելիքբեկյան, անդամներ Լուսինե Բուդուրյան, Ալինե Փայցյան, Անահիտ Փայցյան։ Դիմում կա, կարամ կարդամ։ Անունն ով է կնքել։ Կարալ չեմ ասեմ ինձ հետաքրքիր չի դեր, ես մի քիչ ճիշտ եմ կարդում։ Ընտրվել է Նորաշենը, Դիմում որովհետև ունեն, կարամ 3 կարդամ։ գյուղերում Չէ, ուղղակի մեզ մենակ անհանգստացնում է անունը, մնացած իրավունքը։ Ինձ էլ էր անհանգստացնում, ես մի քիչ դիզ եմ կարդում։ Կարամ դիմումը կարդամ ժողովուրդ, տեսա։ Հիմա ինչ անչանակում լոբի կանանց։ Լոբի կանանց, Բերդի լոբի կանանց։ Մավանն է, ուսուցիչներն են, կամ ստորակետ, կամ գուտ, կամ վերջակետ, կան էներ, որ հասկանան, որ կանայք չեն լոբի, իրենց են որոշել։ Ուրեմն մշակույթի տան, իրանք գերադասել են, դիմումը կարամ կարդամ։ 2024 թվականի Բերդ խոշորացված համայնքի մի խումբ կին ֆերմերների կողմից հիմնադրվել է նշված ասոցիացիան գյուղ կոոպերատիվը։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել կին ֆերմերներին ավելացնել լոբու մշակույթը եւ անդամակցել ասոցիացիային։ Ասոցիացիան նախատեսում է ոչ միայն մտարել արտադրված լոբին, այլև մասնագիտացված ծառայություն մատուցել տեսակավորում, զուտում ու ընդազտման համար։ Ծրագրի սկզբնական փուլում ասոցիացիան նախատեսում էր գործունեություն իրականացնել Արցախաբերդ Նորաշեն վերին կարմիր բնակավայրերում։ Նշված շահառու բնակավայրերում այժմ մշակվում է մոտ 100 հեկտար լոբի, փոքր եւ միջին ֆերմերային մոտ 70 տնտեսության կողմից։ Ասոցիացիան 2024 թվականին դիմել է Ցիլիցով։ Դե մի մարդիկ ուսումնասիրել են, ասել քննիչ չէ, որ կասկածի տակ։ Ես հեկտարին չեմ հավատում։ Ասոցիացիան չէ, Նորաշեն մի քիչ առաջ խաղացում կա։ Նորաշեն մի քիչ տենդենցիա կա այս կոմբայնում։ Ասոցիացիան 24 թվականին դիմել է Ցիլիցով սահմանին դնում
համաշնորհի, որի շրջանակներում ձեռք է բերել փաթեթավորման վակուումային սարք զտույց սարք։ Բան ասում են ինչա։ Գորիս։ Հալավերդ ու օդ ունեմ ասում։ Բերթի լոբի, բներեք։ Իրենց վերաբերում են լոբազգիներից։ Բատենց ասեն գորերը։ Երևի ճիշտ չեմ։ Գարուկ խերեր Բերթի լոբի կանանց ասոցիացիա գյուղատնտեսական կոոպերատիվ վերազինվում է անհրաժեշտ սարքավորումներ և կարիք ունի արտադրական և գրասենյակային տարածք ունենալու։ Սույն գրությամբ դիմում ենք ձեզ, որպեսզի համայնքը ասոցիացիային անհատույց օգտագործման նպատակով տրամադրի Նորաշեն գյուղի 15-ի վրա տարածքը, որ մեր ավագանում կա։ Խնդրում ենք սույն դիմում ներկայացնել ավագ անդամների քննարկմանը։ Կոոպերատիվի նախագահ Վարդուշ Մելիքլեքյան ու անդամներ։ Դիմումը եղել է 14-03-25 թիվ։ Ինչ-որ ներդրում կանեն, այդ տարածքը Սարքը մեն իրանց բանի, դե ես չեմ ասի դասարանը պես դեն սարքել, բայց իրանց սարքավորումն տեղադրելի համար։ բետոնային աշխատանք։ Բետոնային, պրիմիտիվ էլի, պրիմիտիվ բարեկարգում։ Գերգերիկա, այդ ասոցիացիայի կազմակերպության անդամները ձեզ հանդիպել է։ Ուզում են լուրջ լոբազգի կուլտուրաներով զբաղվել է շատ։ Ատեղ լուրջ զբաղվող կա մեր կոոպերատիվն է։ Կոմբայնել ունի ամեն ինչ էլ ունի։ Երևի իրանք Նորաշենի կոոպերատիվ։ Գորը որ զբաղվում։ Դրա համար ինձ թվում է պատահական։ Ավելի շուտ ապրանքային տեսք տան հետ ապրանք։ Այնտեղ երևի հնարավոր է այդ կոմբայն օգտագործեն, բան անմարդիկ դե բանը անալիզ են արել, վեր են լուծել, դրա համար է սիրեք գյուղն։ Ախի չեն այգեձորը բանտում։ Ուղղակի տարածք չունի, պետք է ի սկզբանե արծվաբերդում էր տեղակայվել։ Ամեն դեպքում Կոնկուրենտ եք տնում։ Ֆրանսուսելի ապակ չէ։ Ուզում եմ իմանամ զբաղվելու են այդ գործով թե չեն Ընկեր Մակարյան, մի մեծ սենյականոց ենք տալիս, սենյակը մի 42 գրասրանի մեջ, թող գնա, կարծում եմ համայնքապետարանը կհսկի, բայց կխնդրենք համայնքապետին լրացուցիչ գրություն գրի, եթե ուզում են իրենց ապրանքը ներկայացնեն ինչ որտեղ, այս վերնագիրը որ գրեն, Փոխը։ կարծում եմ որ ինչ որ կամ կետադրանը նշան փոխեցեք կամ լոբին, վերտի լոբին չակերտում։ Գերավար, ընդունացեք վերես ճիշտ եմ կարդում։ Ձեր կողմից այս չի մտնում, ուղղակի եթե սա վերտը գրեմ ես խայտարական։ Իրական կարելի է վերցնել չակերտել։ Մենք անեկդոտ սարքեցինք, արագ գրվելա որպեսի ներկայացվի։ ձեր որոշումը համակապետի դոմից որ անունը ճշտեցեք։ Շատ լավ, իսկ իրանք ընկեր Մակարյան, ես կառաջարկեմ մի անգամ գնանք նույնիսկ տեսնենք, շատ լավ գործներում զտում են այդ լոբազգին, շարքում իրացվում է Երևանում։ Ես ճիշտ եմ Երբ 100 հեկտարը բայց կասես որ երբ 100 հեկտարը սարքեցեք 10 հեկտար կարծում եմ թե Միզրոնել է։ 10 հեկտար 100 հեկտարը շատ Քվեարկեցիք լավ Չեմ կարող ասեմ, բայց իրանց այդ զտում են փաթեթավորում են ասացիքել իրացրել են։ Եթե դուք դակ տիկին ակոկան, ուրեմն սիլիցով սաղմային դրամաշկով և մասնակցել, որի շրջանակներում ձեռք են բերել փաթեթավորման վակուումային սարք, զտիչ սարք, հետներ զտիչ սարք, այսինքն իրանք ձեռք բերելով այս գույքը պետք է իրականացնեն Ուպակովկա է։ Եվ ապրանքային տեսքը բերել, ապրանքային տեսքի համար անվանում կարևոր։ Վարչական ղեկավար։ Եթե իսկապես ապրանքային այս հարցով առաջին ոնց որ շահագրգիռ, ոնց ոչ թե շահագրգիռ, այլ դիմողներից մեր գույքագրման հանձնաժողով որ գնացել են Նորաշեն գույքագրման աշխատանքները իրականացնել, հենց այնտեղ Չուս տվեց ասեց, գործարանի պահեստա, կան մարդիկ սարքավորումները գրկած ստեղ են շարժում չգիտեն, որտեղ հարմարում են, հարմար պետք չկա, այդ մշակույթի տան հետևի պահեստային հատվածն է, որ ընդհանրապես վերանորոգված չէ, այսինքն դեռ ոսանքի անցկացման խնդիր կա, եթե սարքավորները պետք է աշխատեն։ Այսքան տեղը պայմաններ ընդեղ բավականին ներդրում էլի պետք է անեն, որ իրանց գործունեությունը աշխատի, եւ ենթադրում եմ, որ այս պետք է միտեղ ունենան այդ փաթեթավորում իրականացնելու, որպեսզի նաև արդյունք ցույց տա։
Հիմա ես անկեղծ ասած ես 5 տարի ժամկետի հետ կապված, չգիտեմ, ինչքանով է 5 տարին շատ կամ քիչ, բայց քանի որ այս դիմումը կա ու պայմաններ կա որոշակի, այսինքն եթե հանկարծ արիններ, չգիտեմ, մի տարի հետո դենան, որ ընդհանրապես չի դնում, իրականացնել գործունեություն կամ չի արվում, հենց այս դիմումի հիման վրա կարա նաև այդ ամեն ինչը հակառակ ճանապարհով անցնի։ Պայմանագրում ենթակետնացրեք։ Նոտարով կարան, դուք կանալ, պայմանը դրեք, ես ավականում նրանցնեմ, նոտարի պայմանագրում տեղա։ Պայմանագրում ֆիքսեցեք ձեր բանազնը։ Համապատասխան գործունեությամբ չզբաղվելու կամ Ինչքան ժամկետը, մի տարի, 2 տարի։ Համայնքային թույլ տվեք, իրական համայնքային մարտի 14 Հա, կտեսնենք, եթե Առաջարկեցեք, ես մի ֆիքսեմ, որ նոտարում ասեմ, մի տարի ժամկետում, թե 2 տարի։ 2 տարի ժամկետով լինի։ 2 տարի ժամկետում պայմանական 5 ժամկետով տարին թող մնա, չի խանգարում։ Դուք ձեր պայմանագրում ֆիքսեցեք, եթե գործունեությամբ չզբաղվում ես պայմանները գործում։ Ես բանանում եմ, բայց 2 տարի մոնիտորինգը համայնքա ամեն պայման դեպքում պետք է իրականացնի։ ավականը որոշման մեջ այդ ֆիքսվի, ես կնշեմ 2 տարվա ընթացքում, եթե ինքը համապատասխան գործունեություն Չենք Սամալի ասեցին, պայմանագիր չենք դատարանեցին։ ասեցին, ուղղակի մոնիտորինգ ենք անում։ Նոտարը պարտավոր է։ Եթե 2 տարի անցնի ու սարքավորումները չտանեն, չգիտեմ, աշխատանք չարվի, այդ տրամաբանական չէ, Երկարաշտեր։ Դրա մասին է։ Որ Ինչ? Արտահայտ իսկի որ բաները Եթե դու դեպք դիգին Լուծելի այդ Եթե փաստաթղթը լուծելի հարցաբերեք այդ փաստաթղթը կոնկրետ Գրեմ արտահայտից հասկացնելու փաստաթղթը տեխնիկապես ճիշտ ասած Դուրը մի զատալանը չիմ տեղադրիլը։ Խոսամ հիմա եթե ավելավալ նիստից հետո էլի Իրական գործ են անում այդ։ բավականին շատ ներդրումներ բավականին շատ ներդրումներ կա զուտ տեխնիկապես էլի դրա համար sense քննարկելու Ես ափսոսում եմ հեղինային չեք հրավիրել, բայց իրականում իրանք գործ են անում, գործնեություն ծավալում են այդ կանայք։ Եթե ամեն ասում թող Դաբասու քառակուսին հետ ինչ է։ Արտահայտ երկրապահ նիստից հետո շարունակենք Շատ լավ։ Դելակ բերեք կոնկրետացնեմ, քանի որ այս գործառույթը ես պետք է գրանցեմ նոտարը։ Գրեմ 2 տարի ժամկետում, եթե գործունեություն չծավալի պայմաններ։ ինչ որ գործի Չէ, ոչ մի բան չէ։ Սարքել գոնե սարքել Բայց իշի այդ կետը իշի Ամեն դեպքում ճիշտ է Եթե պարտավորեցնող են Կետը նշի, մեզ ապահովում Գրիգորյան, մեզ ապահովագրում ենք, եթե գործնեություն չծավալեն իհարկե, պետք է մոնիտորինգ անենք, ասեցնենք։ Այդ բոլորին է վերաբերում։ Հաջորդ հարցի չենք քվեարկել, քվեարկեցինք ընկերներ։ անցավ այդ մեկը։ Հաջորդը այսօրվա հարցերը շատ հանվել է, դրա համար անցնենք վերջին հարցին։ Ուրեմն Տավուշի մարզի Բերդամայնքի ավականում 5-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր եւ ժամ սահմանել 25 թվականի ապրիլի 17-ը ժամը 16:00 Եթե դուք կտակ երբ Տիկին Հակոբյան Ամսի 17-ը քանի որ մենք նորաշեն դնակավայրը ունեցել ենք հանրային լսում ու միանցյալ ժամկետում պետք է մենք հանրային լսման ու տեղավորում ենք, չէ՞։ Միանցյալ ժամկետում մենք պետք է շմագի փորձականության փաստաթղթեր ու վարկենք ու 18-ին կհասնենք։ շատ լավ։ Ուրեմն դեմ ձեռնպահ ընկերներ, չունենք, շնորհակալություն, լավ գործնեություն, խաղ